Հնարավոր արգելք կա, որ որոշ ապրանքներ, ջերմուկ, կոնյակ Ռուսաստանն արգելի ներմուծել Հայաստանից։ Ինչ եք կարծում, այն ինչպես կանդրադառնա մեր եւ իրենց տնտեսության վրա։ Ես չեմ կրնա այդ հարցերին պատասխանեմ, որովհետև ես ինքս խորացված գիտելիքներ չունիմ։ Ճիշտն ասած տեղյակ չեմ, որ արգելել են։ Գիտեմ, որ այնտեղ վաճառում են մեր կոնյակը եւ ջերմուկը։ Դե բնականաբար, երբ շուկաները փակվում են, դա լավ չի անդրադառնում մեր տնտեսության վրա, բայց կարծում եմ հարցը լուծում կգտնի։ Դե կեցե մեր կառավարությունը, որ այդ վատությունն էլ արեց մեզ։ Կազդի, անպայման կազդի։ Իրանք ոնց ուզեն կարան ազդեն մեր տնտեսության վրա։ Ռուսաստանն է։ Դարերով ազդել է, այլ ոնց ազդի։ Սխալա, որ արգելում են չեմ կարող։ Կարծում եմ շատ ավելի լավ, մեր տեղական ապրանք ավելի լավ է Հայաստանում կիրացվի։ Իհարկե կազդի, բացասական, բայց այդքան ներդրում են դրել, միշտ աշխատել են միասին, հիմա միանգամից կտրել ամեն ինչը սխալ է։ Դե իջեմ մեր վրա, որ շատ վատ կանդրադառնա, որտեղ հաշվենք առնում, որ մեր այդ ոգելից խմիչքների մեծ մասը դուրս է գալիս հենց ռուսական շուկա։ Գիտեք, ես էկոնոմիստ չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Մասնագետներին հարցրեք։ Չեմ կարող պատասխանել, ես չիմանամ ինչով կազդի։ Մարդ գիտեք երբ է զարգանում, երբ որ ասենք շուտ դժվար դրության մեջ անգնում։ Երբ որ դու ամեն ինչը լավ է քո մոտ, դու չես մտածում ոնց կանես զարգացնես, ասենք եթե մի դուռը փակվում է, դու մտածես ոնց անես մյուս դուռը բացես։ Ըստ այդմ մենք էլ կարանք ասենք ուրիշ երկրները, գիտեք ինչ, մենք ունենք այս ապրանքը, իհարկե իրանք կարող ասեն մի քիչ զարգացրեք ձեր որակը, մենք էլ ասենք զարգացնելով կարտահանենք ասենք ուրիշ երկրներ։ Մոտի վերենք հավասարակշռության, որտեղ Ռուսաստանի արտահանումը այնքան մեծ տոկոսների է գալի, որ ինքը վնաս է տալել, այսինքն դու կախվածության մեջ ես ընկնում։ Ու ասենք այն պետությունն է, որ ինչ որ մի բան եթե իրան դուր չի գալի, ինքը աշխատում է հենց դրա վրա, ասենքն բան է, բայց եթե դու քո սերտիֆիկատով բանով համաշխարհային տնտեսության, ասենք որակին բերես, ինչ որ պահանջվում է, այդ դեպքում արդեն կարտահանենք ուրիշ երկրներ։